Ողջունում եմ մեր լսարանին, այսօր ուրախությամբ ներկայացնում եմ մեր լավ բարեկամներ Էդգար Խաչատրյանին եւ Արմեն Չիբոխյանին մեր եթերում։ Բարև ձեզ։ Ողջույն Մարատ ջան։ Ողջույն Մարատ ջան։ Արմեն, արի քեզանից սկսենք, Վենսը գալիս է Հայաստան, բացի այն հայտնի թեմաներից, ինչը պետք է քննարկվի, տարածաշրջանում կան լուրջ փոփոխություններ, Իսրայելը վերջապես ունեցավ նաև Լիբանանի միասնությունը իր եվրոպական արևմտյան պրոյեկտներին, արևելյան միջերկրային ծովի պրոյեկտներին, Թուրքիան կարծես մնում է լուսանցքում, ինչ ես կարծում, բացի այն թեմաներից, ինչը ակնկալում ենք, որ կլինի, հուսանք Հայաստանում նաև գործարքներ կկնքվեն, կամ միգուցե մեմորանդումներ, հա, այդ գործարքների առումով, այս իրավիճակը կամ Իրանի վիճակը կքննարկվի ինչ որ մի ձև այդ այցի ժամանակ կարտացոլվի թե ոչ։ Ես ենթադրում եմ, որ անպայման կքննարկվի, ընդհանրապես ես կարծում եմ, որ վերջին շրջանում, չգիտեմ, ինձ մոտ տպավորություն է, գուցե սխալ, բայց այդուամենայնիվ արտահայտեմ իմ տպավորությունը։ Վերջին շրջանում կարծես ամերիկացիները սկսել են ավելի ինտենսիվ աշխատել հայկական կողմի հետ եւ կամաց սկսում են արդեն քանի որ տենց ասում ակնարկներով, չգիտեմ, մնացածով չհասկացան, իմ մոտ ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ արդեն անցել են ուղիղ բացատրական աշխատանքների եւ դա սկսում է զգացվել, չգիտեմ որքանով դուք կկիսեք իմ տպավորությունը եւ դա սկսում է զգացվել վերջին շրջանի ՔՊ-ականների կամ ասենք իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների մեջ, հա։ Օրինակ, ես եթերել հատուկ այդ թեմայով կազմակերպեցի, ինձ համար տարօրինակ էր, որ ՔՊ վարչության փոխնախագահը, այսինքն ըստ էության, որքան հասկանում եմ, Փաշինյանի տեղակալն է գալի կուսակցության մակարդակով, եթերում ասաց, որ դա մանկամտություն է մտածել, որ մենք կարող ենք գնալ Թրամփին ասել, եկեք Չինաստանն ու Ռուսաստանին բցնենք թրիփի մեջ։ Այսինքն սկսում է իրականության, իսկ այդ մասին դու գիտես, մենք ասենք այդ մասին երկար ժամանակ է խոսում, բացատրում ենք, որ դա մանկամտություն է։ Հիմա իրանք դա վերադարձնում են մեզ։ Այսինքն մեզ չէ կոնկրետ Քոչարյանի իմաստով են ասում, բայց այդ նույն մանկամտությամբ տառապում էին իրենք երկար ժամանակ, հա։ Բայց ի՞նչն է ուրախացնում։ Ուրախացնում է, որ ես համենայնպես չեմ ուզում շտապել, ինչ եմ ես սպասում Վենսի այցից։ Նախ լոկալ մակարդակով տես խոսվում էր այնտեղ 3 կարծես տարբեր փաստաթղթեր կան, որոնք միավորվում են միջուկային խաղաղ էներգիայի պայմանագիր ստորագրելու մասով եւ հայկական կողմը անդադ ձգձգում էր այդ փաստաթղթերի բանակցությունները, ստորագրումը, այդպես ասում իներցիայով գցած գնում էին։ Եվ վերջին հայտարարությունը, որ եղավ մի ամիս, 2 ամիս առաջ էր, որ Փաշինյանը ասաց, որ 26 թվականի Փաշինյանը կամ իր թիմակիցներից մեկը կեսերից հետո նոր որոշում կկայացվի 26 թվականի կեսերից։ Եվ մեկ էլ պատահական դեսպանը Ամերիկայի 2 շաբաթ առաջ եւ ահա Արադ Միրզոյանը 3 առաջ օրը արդեն ասացին, որ եւ Վենսի այցի արդեն ազդարարման օրն էլ Թրամփը ասաց, որ պայմանագիրը ըստեյության պատրաստ է, միջի խաղաղ միջուկային էներգիայի համագործակցության հետ կապված եւ աստիճանաբար, այսինքն այդ 26 թվականի կեսերը կարծես թե դառնում է 26 թվականի սկզբեր, որքան հասկանում եմ։ Եվ երկրորդը վերաբերվում է Իրանին։ Ճիշտն ասած, Իրանի մասով ինձ թվում է իմ մոտ տպավորությունն է, որ էս էլ կարող է սխալական լինի, բայց տպավորությունն է, որ ամերիկացիները արդեն սկսել են բացատրել հայկական կողմին։ Ինչու, որտեվ տես թեթև տեղեկություններ տարածվեցին, որ երբ որ ինտերնետը կտրվել էր, տես նաև այդ Հայաստանի մասով երբ որ ասեցին դուս եկեք Հայաստանով, եթե անվտանգ է եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը խոսում է այդ մասին, այսինքն այնտեղ թեթև ասում են Հայաստանից փոքր ինչ որ ինտերնետային աջակցություն գուցե եղած լինի, կամ եթե անգամ դա էլ չվերցնենք, բնականաբար հայկական կողմից աշխատել են, որպեսզի ինչ որ մարդիկ կարողանան դուրս գան Հայաստան դեպի, ընդ որում Ամերիկայի քաղաքացիների մասին է խոսքը, որքան հասկանում եմ։ Այսինքն որքան այս իշխանությունը փորձում էր արանքում մնալ Պուտին խաղացնել եւ այլ, եւ հիմա իրանք խոստովանում են, որ դա մանկամտություն է եւ իրանք չեն կարող գա։ Իդեպ գիտես ինչ էր հետաքրքիր, երբ որ ԿՊ փոխնախագահը ասում է վերջին անգամ, երբ որ այլ պետությունները Ամերիկայի մասով Ամերիկայի հակառակորդներին երաշխավորում էին, ասենք օրինակ Չինաստանն ու Ռուսաստանը, որ ասում բերեք երաշխավորենք Թրամփի ուղին։ Վերջին անգամ ոնց որ երաշխավորում էին, ասում Մադուրոին, տեսանք ինչ եղավ։ Իսկ փաստորեն Մադուրոյի էֆեկտը ահավոր ազդեցություն է ունեցել Հայաստանի իշխանությունների վրա։ Եվ իրենք հասկացան թե ինչ է լինում, երբ որ սխալ երաշխավորություններ են ունենում Թրամփի հարցով, հա։ Սա էլ է հետաքրքիր։ Եվ ընդհանուր առմամբ նաև վերջին շրջանում եւս մեկ ինդիկատոր, որ եւ Իրանի եւ Իսրայելի մասով ամերիկացիները սկսում են բացատրել Իսկ այդ ինչի է ինձ համար սա նաև մի փոքր ուրախալի, հուսով եմ, որ դա այդպես է, վստահ չեմ, որովհետև մենք այդ մասին երկար ժամանակ խոսում եւ բացատրում ենք, բայց լսող չկար ցավոք սրտի։ Վերջին շրջանում փոքրիկ ակտիվացումը
Իսրայել-Հայաստան բանակցություններում, երբ որ ամիս կես առաջ գնաց Հայաստանից փոխ արտգործնախարարը Իսրայելի դեսպանը եկավ Հայաստան հարցազրույց տվեց, ընդհանուր էս իմաստով փոփոխությունը։ Ես կարծում եմ, այս ամեն ինչը հաշվի առնելով, կարծում եմ, այո, օրակարգում ոչ միայն իրականում Իրանի հարցն է, այլ նաև Թուրքիա-Իսրայել համատեքստում կարծում եմ խոսակցություն կլինի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդպիսի տպավորությունը ամերիկացիները կարծես թե սկսել են ավելի պարզ բացատրել, այսինքն ուղիղ ասել արդեն։ Իմ մոտ այդպիսի տպավորություն է։ Էդգար, դու ինչ ես կարծում, Վենսից բացի քեզանից հարցնեմ նաև ԵԽԽՎ բանաձևի առումով Ստրասբուրգում, որը ընդունվել էր վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջընթացը բանաձևը, որը ներառում էր նաև Հայաստանի վերաբերող դրույթներ, փաստաթղթում մասնավորապես ափսոսանք է հայտնում Հայաստանում բոլոր կողմերի միջև առկա չափազանց մեծ բևեռացման եւ քաղաքական ընդդիմադիրների թիրախավորման կապակցությամբ։ Միջելոց Մայա Սանդուի ելույթն էր շատ հետաքրքիր։ Դե իրականում Արմենը բավականին լավ ամփոփեց պատկերը, շատ ավելացնելու բան երևի չունեմ էլ, ես զգում եմ, տեսնում եմ, որ տարբեր մակարդակներով Միացյալ Նահանգներ Հայաստանի Հանրապետություն խոսակցություն գնում է, դա շատ դեպքերում լինում է low profile, որոշ դեպքերում ավելի հրապարակային, եւ այդ բոլոր հարցերն էլ քննարկվում են, նույն ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության հարցը, ինչպես Արմենը արդեն նշվեց, սա բավականին երկար ժամանակ քննարկվում էր, վերջի անգամ երևի 3-4 ամիս էր մի միջոցառման, որին հրավիրված էր նաև Միացյալ Նահանգների դեսպանը, նա այն ժամանակ ասեց, Տիկին Քվինը հայտարարեց, որ արդեն մոտ է ավարտին։ Այն ժամանակ դեռ հայտարարել էր, որ մոտ է ավարտին արդեն այդ բանակցային գործընթացը, բայց Հայաստանի իշխանությունները սրա մասին կարծես թե լռում էին, բան չէին ասում, եւ նախորդ օրը վարչապետը խոսեց դրա մասին, բայց էլի պարզ չխոսեց, որ եթե անկեղծ լինենք, էլի ինձ համար հստակ չխոսեց, ասեց, որ համաձայնագիրը պատրաստ է, բայց էլի հստակ չի համաձայնագրի մեջ ինչ է մտնում, այսինքն կոնկրետ ինչ խնդիրների մասին ենք խոսում, արդյոք խոսում ենք այդ մոդուլային ատոմակայանների մասին, արդյոք խոսում ենք ավելի երկարաժամկետ ատոմային ոլորտում համագործակցության մասին, արդյոք դա նշանակում է, որ դա մեզ զերծ ապահելու Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում, ատոմային ոլորտում այդ կախվածությունից եւ այլն, բայց ամեն դեպքում ես շատ ուրախ եմ, որ դա լինելու է եւ կարծում եմ, օբյեկտիվորեն մտածում եմ, որ ամեն դեպքում իրականություն է դառնալու այդ մոդուլային կայանները Հայաստանում։ Չնայած վարչապետը նշեց նաեւ նրա մասին, որ այս խոսակցությունը դեռ շարունակվում է Ֆրանսիայի հետ, Հարավային Կորեայի հետ, չեմ պատկերացնում, եթե Միացյալ Նահանգների հետ դու արդեն դրանք դնում ես, Ֆրանսիայի հետ եւ Հարավային Կորեայի հետ ինչ են անելու, մի քիչ մշուշոտ է ինձ համար, բայց ամեն դեպքում ես կարծում եմ Միացյալ Նահանգների հետ Չինաստան, Ռուսաստանը մոռացել։ Չինաստան, Ռուսաստանը երբեք չեմ մոռանում։ Ինքը ասեց, Չէ, դրա մասին հաջորդ հետ էի գնում։ Իրականում դժվար ասել, թե այդ պարագայում Ֆրանսիան ու Հարավային Կորեան ասում ենք, Չինաստան ու Ռուսաստանը ավելի խայտառակ, այլ ինչ կարաս անես նրանց հետ, եթե դու արդեն համաձայնագիր ունես։ Վենսի հետ կապված, գիտեք, նախ ինքնին շատ կարևոր է Վենսի այցելությունը, այստեղ էլի պետք է խոսենք Հայաստան-Թուրքիա համատեքստում, արդյոք Վենսի գալը որպես սիմվոլ կհանդիսանա այդ բանի սահմանի բացման համար, անգամ թեկուզ միայն երրորդ երկրի քաղաքացիների համար կամ դիպլոմատիկ անձնագրերով։ Ես որքանով տեղյակ եմ, Թուրքիայում կա որոշակիորեն արդեն պատրաստություն սա բացելու, նաև Հայաստանի իշխանությունները սրա մասին հայտնում են, անգամ ասում են վաղը մյուս օրը, այսինքն շատ հեռու ապագայի մասին չի խոսքը գնում, այս գործընթացը լինելու է, որովհետև սա շատ ավելի գլոբալ գործընթացի մաս է լինելու եւ կարծում եմ նաև կա Միացյալ Նահանգների գործոնը այստեղ շատ կարեւոր։ Երրորդ երկրի քաղաքացիների մասով նկատի ունես։ Հա։ Բացի դրանից տարածաշրջանի հարցերը իհարկե կքննարկվի թե Իրանի հարցը, թե նաև Արմենը էլի նշեց իսրայելական համատեքստում, որովհետև այդ բոլոր խնդիրները, բոլոր հարցերը, որոնց մասին մենք խոսում ենք, բավականին փոխկապակցված են։
Եթե կարճ ուղղակի եզրափակելով Միացյալ Նահանգների հետ կապված այս մասը, ասեմ, որ ես բավականին դրականորեն եմ տրամադրված, չգիտեմ ինչ քայլերի կդիմեն հետագայում իշխանությունները, բայց այս պահին ինչ որ տեսնում եմ, ինձ համար բավականին լայն հնարավորություններ Հայաստանի համար ապահովում է։ Ինչպես դուք եք ասում, պարոն Չիբուխչյան, շատ դեպքերում իդեալական չի, հասկանում եմ այն ինչ որ մենք ունենք, սա իդեալական չի, շատ ավելի լավ տարբերակներ կուզենենք, բայց այս շրջանակներում, այս աշխարհակաղակական իրավիճակում այդ թրիփի շահագործումը կամ թրիփի հետ կապված Միացյալ Նահանգներ Հայաստան կամ նաև այդ երկկողմանի բանը հարաբերությունները մեզ բավականին լայն հնարավորություններ ստեղծում են։ ԵԽԽՎ-ի հետ կապված էլի բանաձևում Հայաստանի մասին գրված էր բևեռացման մասին, եկեղեցի իշխանություններ պայքարի մասին, չնայած Փաշինյանը նախորդ օրը ասուլիսի ժամանակ էլի նշեց, որ չկա նման հակամարտություն իշխանություն եւ եկեղեցի, կա իշխանություն եւ եկեղեցու որոշ սպասավորներ բարձրաստիճան։ Այս թեման իրականում, ես շատ անկեղծ լինեմ, ինձ համար ամենաանհետաքրքիր թեմաներից մեկն է Հայաստանում։ Ամենաանհետաքրքիր թեմաներից, եթե ես ուշադրիր նայում եմ, ընդհանրենք հետևում եմ այդ միջազգային իրադարձություններին, տեսնում եմ ինչ երկրների հետ, ինչ բաներ է, ինչ հարցեր է լուծվում այսօր, ինչ աշխարհակաղակական լուրջ փոփոխություններ է տեղի ունենում, այդ եկեղեցու հետ կապված խոսակցությունները ինձ համար ուղղակի ժամանակի անիմաստ կորուստ են, անկեղծ եմ ասում, ժամանակի անիմաստ կորուստ են, մանավանդ որ հասկանում եմ, որ չեմ պատկերացնում ինչ հանգուցալուծում է ստանալու, ինչ հանգուցալուծում է ստանալու, թե կամ այդ հանգուցալուծումը օրինակ ինչ է տալու նույն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը կամ հայ ժողովրդին առհասարակ, եթե խոսքը գնում է նրա մասին, որ մենք մաքրում ենք եկեղեցին, ուրեմն այն սպասավորներից, որոնք չեն հարգում կուսակրոնությունը կամ չգիտեմ քրիստոնեական արժեքները, չգիտեմ, դա այսօր հայ ժողովրդի համար ամենաակտուալ հարցն է, թե չգիտեմ։ Մի խոսքով, ԵԽԽՎ-ի բանաձևում ավելի շատ շեշտադրում եմ մի խոսքով դրված է այդ հասարակության բևեռացման մեջ, բայց անկեղծ եթե ասեմ, այդ բևեռացումը նման իրավիճակում շատ հասկանալի է ինձ համար, որովհետև անգամ այդ գոյություն ունեցող նարատիվները, հիմա որ ես լսում եմ, չգիտեմ, այդ ռուսական ուժերից, այսպես կոչված հայկական ընդդիմությունից եւ ենթադրենք փոքր ավելի ժողովրդավար շրջանակներից, սրանք լրիվ լուրջ հարություն աստիճանով տարբերվում են եւ կա հասարակության մեջ հավանաբար խումբ, որը այն նարատիվներին է հավատում եւ կիսում եւ կան խմբեր, որոնք խոսում են ենթադրենք ավելի այդ ժողովրդավարության արժեքների, Հայաստանի սուվերենության մասին եւ այլն եւ այլն։ Հիմա այնպես չի, որ իշխանությունները իմ ընկալմամբ դա այն ուժն է, որ իրականում մեզ տանում է Ռուսաստանի ազդեցությունից դուրս, որովհետև տեսնում ենք էլի բավականին լուրջ procesներ կան Ռուսաստանի հետ կապված, այս վերջերս Մերգելյանի ինստիտուտի հետ կապված այդ խոսակցությունը գնաց, ինձ համար շատ ցավալի է, որ նոր եմ ուսումնասիրում, հասկացա, որ սա փաստորեն նոր process չի, սա արդեն վաճառված է եղել, ուղղակի անգործության է մատնված եղել, ինչպես ռուսական ցանկացած բանը սեփականություն Հայաստանի տարածքում։ Այդ գույք բարգերի մաս ծրագիրն է։ Հա, այո, դա դրանով է։ Ես նենց պատկերացրել էի ճիշտն ասած, որ դա նոր գործընթաց է, որ նոր են վաճառել, բայց իրականում սա այն հին ծրագրով վաճառած է եւ հիմա էդ էլ չեմ պատկերացնում, թե ինչ ենք ակնկալում օրինակ Ռուսաստանից, երբ որ Փաշինյանը ընդհատ ասում է, խնդրել եմ Միշուստինին, խնդրել եմ Պուտինին, որ գան ակտիվացնեն այս գործը, ինչ ենք ակնկալում, ընդհանրենք, ինչ ենք ուզում, ընդհանրենք շահագործեցին, ինչ օգուտ է ստանալու դրանից Հայաստանի Հանրապետությունը։ Փոխարեն այդ բոլոր բաները վերադարձնենք, որովհետեւ իրոք անգործության է մատնված, մենք փորձում ենք ինչ-որ արհեստական բան անենք, շարժ ցույց տանք, որ այդ բիզնեսներն աշխատում են կամ ռուսական բիզնեսը այստեղ եկամուտ է բերում կամ աշխատատեղեր է ստեղծում։ Երևի այսքանը այս հարցերի վերաբերյալ, հետո շատ կարծում եմ շատ ավելի հետաքրքիր հարցեր եւ կարևոր քննարկելու ենք։ Մարդ կարաս Ուկրաինայում որպես անեկդոտ պատմեց, որ Ռուսաստանը Հայաստանում պատրաստվում է ներդրում անել
իհարկե դա շատ զավեշ տարի է։ Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսական վիճակը, դա դառնալու ամենակարճ անեկդոտներից մեկը։ Ողբերգություն։ Ինչ ներդրում է ակնկալում, ումից է ակնկալում, ոնց է ակնկալում, ինչ պետք է արտադրի Ռուսը Հայաստանում, ասենք, չգիտեմ։ Դες որոշ շրջանակներ լուրեր են տարածում, որ ինչպես Փաշինյանն էր ասում, օդում կախված լուրերով, հա, Փաշինյանը մտադիր է օգտագործել մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եվրոպական վեկտորի մասին Հայաստանի հայտարարություն անելու, հավատանք։ Խնդիրը հետեւյալն է։ Ես ուզում եմ լինել լավատես, ես շատ եմ ուզում հավատալ, բայց կա մի հատ մեծ բայց։ Ինչքան էլ մենք հասկանում ենք, որ ամերիկացիները արդեն բացատրում են, ինչքան էլ հասկանում որ արդեն Իսրայելից էլ են սկսել բացատրել, որովհետև այդ ասում եմ իրանց հավեսով չէր լինելու որ լինելու էր։ Մենք այդ կողմնորոշման մասին որ խոսում էինք, հենց այս օրվա մասին ենք։ Այդ օրը աստիճանաբար sense մոտենում է։ Բայց կա մի հատ մեծ բայց, որը կոչվում է Հայաստանի տնտեսություն, ինչպես նաև Էդգարը շեշտեց։ Այստեղ կա մի խնդիր։ Քոչարյանը երեք մի հետարքիր բան ասեց, որ այսինքն դա ըստեյության նաև Ռուսաստանի անունից սպառնալիք էր։ Քոչարյանը ասեց 10 ամենախոշոր հարկատուներից 8-ը Հայաստանում, փող են աշխատում Ռուսաստանում։ Եվ երբ որ 20 թվականից էսկոմ, այսինքն 19-ից ես հիշում եմ ինչ ես իմ հաղորդումը բացել եմ, ասում էի առաջի բանով պետք արվի, պետք է աստիճանաբար տնտեսության կախվածությունը վերացվի։ Իրենք ոչ մի բան չարեցին եւ ավելին 2 տարի առաջ դες գուսացում եմ, ասում ինչքան ընտրությունների ժամանակ սա դառնալու է կարևոր գործիք Հայաստանի դեմ։ Հիմա ոչ մեկ ասում է չի չեղարկել այդ կախվածությունը ցավոք սրտի։ Եվ ես հիշում եմ դեռ 1 տարի ու կես առաջ, երբ որ Ազատություն ռադիոկայանի եվրոպական ուրեմն ծառայության ղեկավարը, եթե չեմ սխալվում, թե հայտնի կարծում ղեկավարն էր, որը շփվել էր Եվրամիության ղեկավարության հետ եւ նրանք ասել էին, որ մենք մշտական վտավախություն ունենք, որ Նիկոլ Փաշինյանը կանի նույն բանը, ինչ որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին, հա։ Եւ սա ամբողջը տնտեսական կախվածության մասին է։ 10 խոշոր գործարանից դե 8 փող են աշխատում Ռուսաստանում եւ մենք տեսնում ենք Մարատը ինձնից լավ գիտի թե ոնց է Ուկրաինայի մասով շրջանցվում։ Ես էլ եմ անդրադարձել բազմիցս այդ թեմային եւ միջազգային մամուլին թե ոնց է ինչ փողեր է պատտվում եւ ոնց է շրջանցվում պատժամիջոցները եւ այլ այսպես շարունակ։ Այս դոլարային խաղերը Հայաստանը, որ sense ինչ որ դոլարը կտրուկ է ժանանում է, ռուբլին որը բոլոր տնտեսագետները աշխարհի ասում են, որ ռուբլին չի համապատասխանում իր արժեքին, ոնց որ սովետի ժամանակ էր ռուբլին ուռճացված, բայց ձեռքի վրայից առնում էին ահավոր թանկ, հա, ասում են մի ռուբլին 60 կոպեկա, բայց մի ռուբլին մի դոլարը 60 կոպեկա, բայց մի դոլարը 10 ռուբլով էին առնում, ձեռքից կամ 25 ռուբլով էին առնում, չգիտեմ, հա։ Այս նույն պատմությունը ոնց է ստացվում, որ Հայաստանում ռուբլին թանկանում է։ Պարզա չէ, որ այստեղ Ռուսաստանի ձեռն է, ինչ որ մի բաների մեջ է։ Հիմա աստիճանաբար եւ մի հետարքիր բան, վերջին շրջանում այդ Ոռնոցը խոսում այն մասին, որ ամերիկացիները ավելի պարզ են սկսել բացատրել, որ տարբերակ չունեք, հենց այդ Սոլովյովյան եթերներում եւ ռուսական պրոպագանդիստների զգուշացումները արդեն ակնհայտորեն մտնենք գրավենք Հայաստանը, վերցնենք հերիքա խաղեր տակ տարբերակով։ Խոսում այն մասին, որ այդ կողմնորոշման պահը մոտեցնում են նաեւ ռուսները։ Այսինքն մենք չգիտենք, օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ ես վստահ եմ, որ Պուտինի հետ եղել է պայմանավորություն, քերենք Եվրոպայից ինչքան կարանք, մինչև հենց ասեց ստոպ, ու այդ ստոպը արվեց սեպտեմբերի 3-ին։ Հիմա մենք պետք է հասկանանք, արդյոք այդպիսի պայմանավորություն կա Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի մեջ, թե չկա։ Սա է ամենակարևորը։ Ես իրականում միակ բանը, որ հույս է տալիս հավատալու, որ Պուտինը այն Պուտինը չէ արդեն շնորհիվ Ուկրաինայի զինված ուժերի, ինչ 13 թվականին։ Դա ամենակարևոր հանգամանքն է, որ պետք է հասկանալ, հա, որ իր դեմքը տես թեթև ասֆալտի կտորներ ավրեն, որտեղ տենց ասֆալտով տարել են լավ դեմքը։ Հիմա պետք է հասկանալ, այսինքն որքանով է թուլացել Պուտինը եւ վերջին շրջանի զարգացումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ռուսները արդեն սկսել են անհանգստանալ, որտեղ մենք տեսանք, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրեցին, որպեսզի հրաժարվի Թրիպի process-ը երբ որ սկսում էին, այսինքն ամերիկացիները այդ process-ը երբ որ սկսում էին, չստացվեց, հետո ամերիկացիները դժգոհ թողեցին եւ թուրքերին եւ ռուսներին եւ ադրբեջանցիներին բոլորին կարող էին վերցրեցին իրանց ձեռը իրանց շահերը առաջ տանելու։ Հիմա պետքա փորձարվի բնականաբար, քանի որ արդեն Թրիպի գործընթացը կոնկրետ Հայաստանում է սկսվում, պետքա Հայաստանի վրա ճնշում գործադրվի։ Հիմա որքանով կդիմանան այդ ճնշումները, ինչ կգործադրվի ընտրությունների մասով, հա։ Դες դու հետաքրքիր բան ասեցիր, բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մեր գլխավոր ընդդիմադիր ուժը, ընդհանրապես այդ եկեղեցու process-ը, որ ասում ես, չէ, ինչա կատարվում, այսինքն ըստ էության ինչ ստացան այդ եկեղեցու process-ով, ստացան Սամվել Կարապետյանի մի հատ մեծ PR, մի հատ մեծ PR մեր ձևով եկեղեցու մոտից, սա եթե իրանք Ռուսաստանի դեմ էին պայքարում այդ եկեղեցով, ինչպես իրանք փորձում են անդադակնարկել հիբրիդային պատերազմ, ռուսական գործակալներ, չգիտեմ, բայց ստացվեց այնպես, որ եկեղեցու process-ը դարձավ Սամվել Կարապետյանի կուսակցության մի ամբողջ մեծ PR-ը։ Եվ այսօր գլխավոր իրանք ակնհայտորեն, սա տեխնոլոգիա է եւ ես ակնհայտ այդ տեխնոլոգիան տեսնում եմ։
Եթե իրանք կողմնորոշվում են դեպի Եվրոպա, իրենք ամեն ինչ արեցին, որ պրոարևմտյան ուժերը ոչ միավորվեն, ոչ էլ առանձին օրակարգ տանեն։ Իրանք սազանդարացման process-ը շարունակեցին մինչև վերջ, որպեսզի պրոարևմտյան ուժերը առանձին օրակարգ առաջ չքաշեն, առանձին ուժ չհանդես կան։ Փոխարենը իրենց ընտրեցին որպես ընդդիմություն իրենց PR տեխնոլոգիաներով մեր ձևով շարժումը։ Հիմա եթե մենք նայում ենք ոնց կարող է Եվրոպա գնացող ուժի խորհրդարանում լինեն բալանսավորողներ, ռեգիոնալիստներ եւ ակնհայտ ռուսական գործակալներ կամ ռուսական ուժեր, հա։ Ոնց է Եվրոպան մեզ ընկալելու այս պարագայում, սա մեծ խնդրեմ է։ Դրա համար ես շատ եմ ուզում հավատալ Մարատ ջան, ես շատ եմ ուզում ուրեմն դրական տրամադրվել, բայց ակնհայտորեն process պետքա տեսնենք։ Հիմա տես, երբ որ գալիս է JD Vance-ը, երբ որ միջուկային խաղապայմանագիր են կնքում խաղաղ էներգիայի օգտագործման հետ կապված, այսինքն տգիտությունա, չէ, եթե դրանից հետո դու գնաս Չինաստանի հետ պայման, դա նշանակում է դու ուղղակի գցեցիր ամերիկացի, Թրամփին գցեցիր, որտեվ եթե դու չես կնքելու իր հետ ատոմակայանի պայմանագիր մոդուլային փոքր ռեակտորների, ինչ ես հանում այդ արգելքները, ինչ ես կնքում խաղաղ էներգիայի։ Գուցե ամերիկացիներին շատ են խնդրի աղա չէ, որ մեր ընտրություններից հետո հրապարակենք հիմա սա ստորագրենք, հասկանում ես, այսինքն ձեն չհանենք Պուտինը շատ չջղայնանա այս պահին գուցե, բայց ակնհայտորեն եթե դա ստորագրվում է, նշանակում է ամերիկացի կպնդել են, որ պետք է իրանք վերցնեն մեր էներգետիկայի, որտեղ հատկապես հիմա գիտես, AI-ի ոլորտի հետ կապված, այդ կրիպտո արժույթների հետ կապված, Թրամփը շատ հետաքրքրված է էներգետիկայի զարգացմանը, իր համար, ասենք, կարևոր իր ազդեցության երկրներում կոպիտ ասած կամ բարեկամ երկրներում, հա։ Ակնհայտ է, որ իրենք Հայաստանը ուզում են սարքել բարեկամ երկիր եւ ակնհայտ է, որ իրենք դեմ չեն մեր մերձեցմանը Եվրամիության հետ։ Բայց վերջում էլի եմ ասում, խոսույթ եմ նկատում, որոնք հույս են տալի։ Օրինակ նույն որ երեք Արադ Միրզոյանը երեք շարաչորը խոսում խոսեց Եվրամիության սահմանային կառավարման մասնակցելու հետ կապված։ Իսկ Թրիփը նույնպես սահմանային կառավարում աստեյության։ Ինչը մենք էլի պնդում էինք ամիսներով, որ պետք է Եվրամիությունը գա մասնակցի անպայման, որպեսզի թուրքերին, ադրբեջանցիներին զերծ պահվի այս process-ից։ Բայց ինչը ես ուզում եմ տեսնեմ միջև այդ ուզում եմ տեսնեմ հստակ քայլեր։ Օրինակ, ատոմակայանի պայմանագիր։ Հիմա ասում են, որ երեք նույն ԿՊ վարչության փոխնախագահը ասեց, որ մենք հիմա հատուկ ծրագիր ենք իրականացնում, իդեպ սա երկար ժամանակ։ Ես հիշում դեռ 2 տարի առաջ է առաջարկում, որպեսզի փոխհատուցեն ծախսերը արևմուտք արտահանող գործարարների, որպեսզի կարողանան մարդիկ օգուտ ունենալ, եկամուտ ունենալ եւ սկսեն ապրանքները արտահանել։ Հիմա եւ սա էլ է երևում, որ ճնշումները այնքան են, հատկապես այս վիզաների ազատականացման process-ի հետ կապված, իրանք պետք է այդ ամեն ինչը անեն։ Իսկ վիզաների ազատականացման process-ի մեջ ես վստահաբար տեսնում եմ, որ նաեւ այնտեղ դրված է եւ քաղաքական եւ տնտեսական կոնտեքստ։ Ակնհայտորեն այդ կարը ուսումնասիրում այդ փաստաթղթերը, երևի պարոն Խաչատրյանը ավելի լավ կհաստատի։ Հիմա պետք են քայլեր, որպեսզի մենք լինենք լավատես։ Եվ օրինակ JD Vance-ի այցը այս առումով լավ, մենք խոսքերին չենք հավատում, մենք այդ խոսքերը շատ ենք լսել։ Տնտեսական, կոնկրետ քայլեր են պետք, որովհետև Փաշինյանը փայլուն նկարագրեց իրավիճակը մի անգամ ասես տնտեսությունն, դա իհարկե աքսիոմա է, ինքը չի հորին է, տնտեսությունն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Այս պահին մեր տնտեսությունը որոշում է, որ մենք Ռուսաստանի դուստր ձեռնարկությունն ենք։ Այս պահին եւ ոչ մի դերևս ոչ մի բացի այդ փաստաթղթերից, բարեփոխումների մասին հայտարարություններից, լավատեսական հայտարարությունից որևէ կոնկրետ քայլ բացի մեկ դերևս ասում իրականացման փուլում գտնվող քայլ, այսինքն մեկը որ ամուսարի մասին հələ չգիտենք ինչա որ թույլ տվեցին որ աշխատի, չգիտենք հիմա ինչ վիճակում է, եւ երկրորդը որ Nvidia-ի հետ համագործակցող Flybird-ը դիշեմ սխալվում ընկերությունը պետք է մտնի Հայաստան, ընդ որում նաեւ այդ պայմանագիրն է կարծեմ ավարտին հասցվելու հիմա JD Vance-ի գալով, որտեղ էլի կիսա այդտեղ արգելքներ կան Հայաստանի վրա, Հայաստանի չեն կարող վաճառել չիպեր, որոնք վերջին ուրեմն վերջին տեխնոլոգիա, վերջին ոնց է կոչվում, վերջին level-ի չիպերն են, այսպես ասած, հա, եւ այդ արգելքները պետք է հանվի եւ ենթադրում եմ վերջնականացման փուլում կլինի նաեւ այս պայմանագրի JD Vance-ի այցը, բայց դա շատ փոքր աննշան քայլեր է, երբ որ քո տնտեսության մեջ սարսափելի տարբերություն է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության եւ արևմուտքի հետ արևելաշրջանառության միջեւ։ Հետեւաբար լավատեսությունը մեր պետք է ամրապնդվի կոնկրետ գործողություններով։ Սպասենք, տեսնենք, միջև ընտրություններ ժամանակ կա եւ միջև եվրոպական համայնքի մի 3 ամիս։ Համենայն դեպս որոշ գործողություններ կարող են լինել այնպեսին, որպեսզի մենք ուրեմն համոզված լինենք, որ ինչ որ բաներ արվում է։ Սպասենք, օրինակ JD Vance-ի այցը առաջին քննությունն է, գուցե մեր լավատեսությունը ուժեղանա։
Էդգար, մեր նախորդ եթերը քո հետ նոյեմբերի 15-ին էր։ Կուզեի քո կարծիքը իմանալ ինչ է փոխվել Հայաստանի Եվրամիության հարաբերություններում։ Մի շարք հայտարարություններ լսել ենք, նաև տխրեցնող հայտարարություններ ենք լսել։ Նաև կուզենայի քեզանից իմանալ ինչ է սպասում Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից։ Պարզ է, որ սա հատուկ Հայաստանի համար ստեղծված ձևաչափ չէ։ Պարզապես այս տարի Հայաստանն է հյուրընկալում, ինչը մեզ համար շատ մեծ պատիվ է։ Օրինակ, սպասում ես ազգային պետությունների առաջնորդների այցին, ասենք Մակրոնի, Մերցի, Մելոնիի այցին, կամ ասենք Լեհաստանի նախագահի, երկրներ, որոնց կարծիքը, որոնց հանրության եւ քաղաքական կարծիքը Հայաստանի համար շատ կարեւոր է։ Ինչու՞ չէ նաեւ Զելենսկին միգուցե կարողանա այցելել այդ առիթը նաեւ Զելենսկու այցի համար։ Չէ, բայց դա կլիներ իրականում շրջադարձային։ Սա ինձ համար Զելենսկու այցը կնշանակեր Հայաստանի հաստատակամությունը այդ եվրոպական ճանապարհով գնալու։ Անկեղծ, եթե խոսում ենք ցուցիչների մասին, այս ինձ համար ցուցիչ է, որ մենք որպես պետություն նոր մարդ ասած մտքովս չէր անցել, գիտես, նոր ջոգեցի, որ դա շատ կարևոր է, թե Զելենսկին վստահի գա, դա լուրջ թեմա է։ Ես շատ կուզենայի այդպես լինի։ Շատ կարևոր պետությունների առաջին դեմքերի ամեն դեպքում ակնկալում եմ, որ կլինեն, օրինակ շատ կարծում եմ, որ Մակրոնը, ու հավատում եմ, որ Մակրոնը կգա, որպես Հայաստանի համար բարեկամ եւ երկարաժամկետ բարեկամ պետություն։ Կարծում եմ Մերցը կգա, բայց սրանք գիտեք ենթադրություններ են, Մարատ ջան, ես չեմ սիրում սովորաբար այդպես ենթադրությունների ոլորտ մտնել։ Կարծում եմ, այստեղ շատ կարևոր գործոն լինելու են, որ անգամ Եվրոպայի միության անդամ պետությունների համար այս Հայաստանի հետ նոր գործընթացը նաև շատ կարևոր է աշխարհակաղակական տեսանկյունից էլ, այսինքն դա է պատճառը, որ նրանց ուշադրության կենտրոնում է եւ շատ այդ ուշադրությունը ես շատ զգում եմ նաև այցելելով շատ դեպքերում Բրյուսել, եվրոպական շատ երկրներ, այս ուշադրությունը ես տեսնում եմ անգամ եթե ընդհանրենք այնտեղ իշխանությունն է փոխվում, տարբեր ուժեր են գալիս քաղաքական ամեն դեպքում այդ Հայաստանի նկատմամբ ուշադրությունը հավանաբար սա ավելի պայմանավորված է աշխարհակաղակական լայնորդ գործընթացներով, ոչ թե ընդհանրենք բանի։ Նաև պայմանավորված է Հայաստանի որոշակի այդ ժողովրդավարական գործընթացները պահպանելու բանով։ Սա շատ կարևոր է Հայաստանի համար ժողովրդավարությունը պահպանումը առաջնային խնդիր է։ Եթե Հայաստանը ժողովրդավար չլինի, Հայաստանը ուղղակի կվերանա, անկեղծ իմ ընկալմամբ, որովհետև սա է դարձնում Հայաստանին որոշակիորեն կղզյակ։ Հիմա խոսքը նրա մասին չէ, որ ես գտնում եմ, որ Հայաստանը, չգիտեմ, այդ ժողովրդավարության բաստիոնն է, բայց ես գտնում եմ, որ եթե համեմատում ես տարածաշրջանի պետությունների հետ, Հայաստանում այդ ժողովրդավարական գործընթացները կան, եւ սա շատ կարեւոր է նաեւ ընկալման համար, արտաքին աշխարհի կողմից ընկալման համար կարևոր գործոն է։ Կարծում եմ նաև այդ բացի այդ նրանից, որ այդ հետաքրքրությունը կա, շատ կարևոր բանի մասին խոսեց Արմենը, արդյոք մենք այսօր գործ ունենք նույն Ռուսաստանի հետ, ինչ ենթադրենք 4 կամ 5 տարի առաջ էր, ակնհայտ է, որ չէ, եւ ես խոսքը գնում է ոչ միայն քաղաքական կշռի մասին, աշխարհակաղակական կշռի մասին, նաև տնտեսական վիճակի մասին։ Այսինքն կարծում եմ նաև Հայաստանի իշխանությունների համար շատ պարզ, որ այդ տնտեսական կախվածությունը մի պետությունից, որը ունի տնտեսական ապագա, հա, ամենայն դեպս անկախ նրանից թե երբ է պատերազմը ավարտվում, ոնց է լինում, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ տնտեսապես Ռուսաստանը շատ ծանր վիճակում է։ Սրա մասին խոսում են բազմաթիվ վերլուծություններ, բազմաթիվ ուրեմն գործընթացներ, որ մենք տեսնում ենք, չգիտեմ, այնտեղ հարկերի բարձրացումներ, գիտեք, ծանոթների հետ եմ խոսում, հասկանում եմ տենդենսները, հասկանում եմ շատ դանդաղ է այդ ամեն ինչը արվում։ Միանգամից չեն անում, որովհետև հավանաբար որպեսի լայն տենց դժգոհություն չառաջացնեն, բայց գործընթացներ գնում են, բիզնեսներն են տուժում, բիզնեսներ են փակվում, ռեստորաններ են փակվում, այսինքն բոլորի համար էլ հասկանալի է, որ գործընթացներ գնում են, եւ այս պարագայում այստեղ շատ կարեւոր նաեւ գործոն կա, որ չէի ուզենա անտեսել, Հայաստանն է շատ տնտեսապես Ռուսաստանի համար կարևոր։ Եվ նաև սա է պատճառը, հա, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանի միջոցով նաև այդ հետ խորհրդային շատ երկրների միջոցով Ռուսաստանը փորձել է այս վերջին տարիներին շրջանցել այդ սանկցիաները, փորձել է որոշակիորեն այդ կրկնակի էքսպորտի բանի միջոցով որոշակի ստաբիլություն ապահովի եւ կորցնել ցանկացած նման պետություն Ռուսաստանի համար շատ վտանգավոր է։
այսինքն ինքն է զրկում իրան մեխանիզմներից իր տնտեսության ընդհանրենք այդ բացերը լրացնելու։ Եվ իմ կարծիքով այդ շատ ավելի ագրեսիվ բան է խոսույթները, որ մենք լսում ենք Ռուսաստանից, հենց պայմանավորված են անով, որ իրանց մոտ էլ վախ կա։ Վախ ոչ միայն կորցնել այդ աշխարհաքաղաքական իմպերիալիստական ազդեցությունը տարածաշրջանի նկատմամբ, այլ նաև շատ կոնկրետ եւ զգալի եւ շատ չափելի վախեր, որոնք բանը կապված են տնտեսության հետ, հա, սա ակնհայտ է։ Եվ նաև խոսույթից այդ այսպես կոչված ընդդիմադիր ուժերի թե Քոչարյանի ինչ էր բանին մեր ձևովի, հա։ Մենք այնտեղ լսում ենք, որ տրիպը առանց Ռուսաստանի ոչ մեկին պետք չի, մեզ պետք է Ռուսաստան, Չինաստան, այսինքն սա այն խոսույթներն է, որը Ռուսաստանը այս դերակատարների միջոցով փորձում է անդադ բան անել, տարածել Հայաստանում։ Կարծում եմ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ վստահության տեսանկյունից երկարաժամկետ վստահելի չի Ռուսաստանի տնտեսությունը։ Բայց էլի բոլորս էլ հասկանում ենք, որ կան տարբեր ուրեմն գործոններ, որոնք ամեն դեպքում ստիպում են իրենց, համենայն դեպս իրենց բանով վկայությամբ, որոնք ստիպում են այդ հարցում մի փոքր ավելի զգուշավոր լինել եւ խուսափել ուրեմն տնտեսական կոլապսից, տնտեսական ճգնաժամից Հայաստանում, եւ ես կարծում եմ սա շատ ավելի ակտուալ է եղել ընտրությունների նախաշեմին, որովհետեւ այդ մեծ կոլապսները, մեծ տնտեսական շոկերը կարող է բերեն ընտրություններից առաջ բավականին մեծ դժգոհության, անգամ այն շրջանակներում, ովքեր որ ընդհանրենք խոսում են ժողովրդավարության մասին եւ այլն։ Դրա համար կարծում եմ մինչեւ ընտրությունները նման կտրուկ գործողությունների չեն գնա։ Սա հիմա չի նշանակում, որ ես հավատացած եմ, որ ընտրություններից հետո շատ ավելի կտրուկ են գործելու իշխանությունները, ցավոք սրտի ես էլ չունեմ այն ցուցիչները, որոնք վկայեն նրա մասին, որ մենք հիմք ենք ստեղծել դրա համար, որովհետև այստեղ շատ կարևոր է հիմք ստեղծել նման գործընթացի համար, դու չես կարող իրականում օբյեկտիվորեն, էլի չես կարող մեկ գիշերվա ընթացքում որոշես ու ասես վերջ, դուրս եմ գալիս Եվրասիական տնտեսական միությունից եւ այլևս ուրեմն իմ տնտեսությունը զարգացնում եմ անկախ կամ Եվրոպական միության բանի շուկայի պահանջներին համաձայն։ Դու պետք է քո ամբողջ բիզնես դաշտը, քո ամբողջ տնտեսությունը պատրաստեիր մինչև այդ քայլն անելը, ես չեմ գտնում, որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք արվել է։ Օբյեկտիվ լինելու համար ես հասկանում եմ, որ Հայաստան-Եվրամիություն ուրեմն հարաբերությունները բավականին լավ զարգանում են, բավականին լուրջ պրոյեկտներ իրականացվում են։ Բավականին նաև այդ խաղաղության ֆոնդից այդ գումարը, բան դրա մասին դե արդեն ծեծված է շատ ենք խոսել, դրանք էլ տենց փոքր ցուցիչներ են, որ Եվրամիության կողմից կա մեծ ուրեմն հետաքրքրվածություն Հայաստանի հետ աշխատելու եւ կարծում եմ գիտեք նաեւ Միացյալ Նահանգների կողմից որ դրա մասին խոսում ենք, նաեւ Միացյալ Նահանգներն են կարծում փորձում են հասկացնել Հայաստանին, որ մենք չենք բացառում Եվրոպական միության հետ ձեր ուրեմն կապերի սերտացումը եւ ուժեղացումը, որովհետեւ հենց այդ նույն տրիպի բանում ես գտնում եմ, որ Եվրամիությունը կարող է մեծ դեր ունենա տրիպի շահագործման գործընթացում իրոք մեծ դեր կարող խաղա։ Ոչ միայն գիտեք նաև բանի սովորաբար խոսում ենք ինֆրաստրուկտուրայի կառուցման, որովհետև դժվար թե Միացյալ Նահանգները այտենց մեծ ֆինանսական ներդրումներ անեն, իսկ Հայաստանի համար շատ կարևոր է իրականում այդ ենթակառույցները զարգացնելը։ Եվրամիությունը այդ մեծ դերը կարող է ստանձնել, բայց նաև ինձ համար շատ կարևոր է քաղաքական գործոնը։ Քաղաքական ներգրավվածությունը եւ քաղաքական մասնակցությունը Եվրոպական միության Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ուրեմն շուրջ։ Այստեղ մի նաեւ կարևոր տարր կա, որ չպետք է մոռանանք նաեւ այդ Հայաստան-Ադրբեջան ուրեմն հարաբերություններն են եւ Եվրամիության հետ համագործակցությունը նաեւ պետք է դիտարկեն մի քիչ նաեւ այս համատեքստում, որովհետեւ եթե օրինակ կարծում եմ մի քանի տարի առաջ Ադրբեջանի կողմից շատ մեծ էր ճնշումը Հայաստանի նկատմամբ, որպեսզի Եվրամիությանը, Եվրոպայի միության անդամ պետություններին թույլ չտան մտնեն բանակցային գործընթաց, որովհետև իրենց համար շատ ավելի կոմֆորտ վիճակ էր ունենալ Հայաստանի հետ ուղիղ խոսակցություն, որտեղ իրանք կարողանում էին թելադրեն եւ ըստ էության հաղթողի իրավունքով իրենց պատկերացմամբ
թելադրում էին այն կանոնները, որը իրենց համար ավելի բաներ։ Հիմա ես որքանով էլի հասկանում եմ էլի բազմաթիվ շրջանակների հետ խոսելիս Ադրբեջանի, նրանք գտնում են, որ Հայաստանը կարող է այսինքն խոչընդոտ չեն հանդիսանում, մի քիչ եթե ավելի կոռեկտ ձևակերպեմ, այս պահին իրանք չեն ուզում խոչընդոտ հանդիսանան Հայաստան-Եվրամիության հարաբերությունների զարգացման հարցում, նաև բանակցություններ են գնում Եվրամիության եւ Ադրբեջանի միջև, դա տենց գիտեմ, այս պահին Եվրամիության մեր գործընկերները այդքան բավարարված չեն արդյունքներով Ադրբեջանի հետ կապված եւ նույն բանակցություններն էլ թրիփում ներգրաված լինելու եւ այդ ընդհանրապես կոմունիկացիաների բացման հետ կապված բանակցություններ Հայաստանի հետ են վարվում բանակցությունները դեռ ընթացքի մեջ են բայց կարծում եմ որ բավականին հետաքրքիր բաներ կարելի է սպասել բայց այստեղ նաև կա մի փոքր ավելի քաղաքական որոշումների հետ կապված հարցեր օրինակ եթե մենք ռուսական երկաթգիծն ենք շահագործելու եվրոպական միության համար այդտեղ չի լինում օրինակ եթե մենք այդ էլ կախված է նաև քաղաքական որոշումներից ոնց ենք այդ ապաշրջափակումը պատկերացնում Թուրքիայի միջոցով եւ եթե Թուրքիայի միջոցով ասա այլ ստանդարտի երկաթգիծ է սա նշանակում այդ դեպքում մենք կարող ենք ակնկալել Եվրամիության հետ համագործակցություն միգուցե նաև թուրքական ինչ որ կամպանիաներ սրանով կզբաղվեն եթե Ադրբեջանի հետ այլ այդ սովետական ստանդարտն է սա նշանակում է այդ ռուսների հետ պետք արվի կամ ամբողջությամբ պետք գիծը փոխվի սա պետք է Ադրբեջանի հետ համաձայնացնելով արվի մի խոսքով շատ դեպքերում անգամ այդ համագործակցությունը պայմանավորված է այլ գործոններով որոնք առաջին հայացքից տենց չեն երևում բայց այդ գործոնները շատ մեծ ազդեցություն են ունենում խորության վրա այդ համագործակցության խորության վրա եթե բանի հետ կապված ուրեմն ես էլ շատ մեծ հույս ունեմ որ սա ստիմուլ է լինելու Հայաստանի համար դեպի Եվրամիության ուղղությամբ գործընթացները ավելի ակտիվացնելու ավելի էֆեկտիվ դարձնելու ինձ համար նաև շատ կարևոր է որ այս շրջանում նաև գնում է Մոլդովայի հետ անընդհատ այդ համագործակցությունը Մոլդովան որպես երկիր, որը այդ հիբրիդային սպառնալիքներին կարողացավ համենայն դեպս այս этаպում դիմագրավել, չնայած մոլդովական իմ գործընկերները շատ հաճախ ասում են, որ այս սպառնալիքները շարունակական են լինելու, եւ այս անգամ այս ընտրությունների ժամանակ, եթե մենք որոշակի հաջողության հասանք, սա չի նշանակում, որ մենք վերջ արդեն հաղթեցինք այդ ռուսական հիբրիդային սպառնալիքները, ու այստեղ մի շատ կարևոր տարել կա, դրա մասին էլ մեր մոլդովացի գործընկերների հետ խոսում ենք, այստեղ նաև գիտեք ոչ միայն նրա մասին է, թե արդյոք ինստիտուցիոնալ առումով պետական ինստիտուտները կամ հասարակությունը պատրաստ են այդ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու թե չէ, բայց նաև լուրջ քաղաքական տարեր կար, օրինակ մոլդովական սփյուռքը, որը ապրում էր Եվրոպայում, նրանք պրոեվրոպական են, այսինքն նրանք ընտրություն անելու հնարավորություն ունեին եւ սա էր այդ կարևոր գործոններից մեկը, որը Մոլդովային փրկեց այս պահին այդ պրոռուսական ուժերի իշխանության գալուց։ Մեր առանձնահատկությունը հաշվի առնելով այս տարը չկա եւ այս պարագայում շատ ավելի մեծ է լինում խաղի տեղը, ընդհանրենք այդ ռուսական քարոզչության, այդ կեղծ նարատիվների մանիպուլյացիայի համար տեղը շատ է լինում եւ մենք տեսնում ենք արդեն ընդհանրենք չէ ինչ ակտիվորեն այդ գործիքակազմը օգտագործվում է թե հենց Ռուսաստանից եկող ուղերձներում, թե նաև տեղական այդ ռուսական շահերը սպասարկողների բանում։ Անկամ գիտեք շատ դեպքերում այդ խոսույթները լսում եմ իշխանության ներկայացուցիչների շուրթերից, էլի այնպես չի, որ մենք ասենց ասում ենք, որ դա ընդդիմության մենաշնորհն է ռուսական քարոզչություն տարածելու, շատ դեպքերում, չգիտեմ, միգուցե գիտակցաբար, ոչ անգիտակցաբար, շատ դեպքերում այդ խոսույթները լսում ենք նաև տարբեր իշխանական շրջանակներից, հանրային ուրեմն դեմքերից, հանրային մամուլից եւ այլն, ինչը շատ բարդ է դարձնում, նաև գիտեք, եթե ժամանակ ունենք Մարաջան, մի կարևոր տարի մասին էլ ասեմ, հավանաբար գիտեք Հայաստանը այն երկրներից մեկն է, որտեղ որ այդ դիմադրողականությունն է խախտվել հասարակության, այսինքն այդ շեմը ընկալման, ընդհանրենք թե սա բան է ռուսական ազդեցության, շատ թուլացել է Այսինքն թմրացրել են տարիներ շարունակ մեր մոտ թմրացրել, այսինքն մենք գիշեր ցերեկ տեսել ենք այդ ռուսական ֆիլմերը,
Գիշեր-ցերեկ լսել ենք ռուսական փողոցում բանախոսակցությունները, մինչև հիմա ռուսական ալիքներ են նայում, այսինքն շատ որպեսի քո մոտ ծրվի այդ ընկալումը, որ դա սպառնալիք է, դու պետք է որոշակիորեն պատրաստես հասարակությանը, որ նա ընկալի որ դա որպես սպառնալիք։ Եթե դու չես պատրաստում, որևէ մեկը դա սպառնալիք չի ընկա, ասում է ինչ անենք, ասում է ընդհանրենք թող գան ռուսներն էլ ընդհանրենք գնաց կշահագործեն, կամ հա ինչ անենք, թող ռուսները գան տրիպից իրանց բանը ունենան, մեզ ինչ է խանգարում։ Ընկալումը, այսինքն հասարակությունը չի դիմադրում դրան։ Դու պետքա ձևավորես հասարակության մոտ այդ դիմադրողականությունը, ինչը երևի մենք մեր վրա ենք վերցրել, մեզ քաղաքացիական հասարակությունը, որպեսզի կարողանանք բացատրենք էլի, որ սա ժողովրդավարությանն է սպառնալիք, սա ընդհանրենք քո ապագային է, քո տնտեսական ապահովությանը, քո անվտանգությանն է սպառնալիք, բայց սա երևի շատ ավելի մեծ եւ երկար ժամանակ է մեզնից պահանջելու։ Շատ կարևոր թեմա ասացիր, մենք Ուկրաինայում դրա միջով անցել ենք, այստեղ էլ չկար այդ զգացումը, որ ռուսների մասնակցությունը կարող է վնաս տալ, ինչով չտեսանք մեր աչքով, թե ինչ աստիճանի վնասներ կարող է տալ։ Արմեն, ինչ ես կարծում, կգան բարձրաստիճան հյուրեր Հայաստան, թե ոչ։ Ես շատ հուսով եմ, որ կգան եւ կարծում եմ, որ դա նաեւ եվրոպացիները հասկանալով ռիսկերը Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ հենց այդ նպատակով տվեցին այդ կարևոր միջոցառումը Հայաստանի ակնհայտորեն։ Նաեւ հետաքրքիր մի բան կա, տես մենք խոսեցինք ուրեմն ռուսական քարոզչական բաներից, նաեւ եկեղեցի մեր ձևով եւ այլ այսպես շարունակ, բայց հետաքրքիր մի տրուկ են իրականացնում իշխանականները։ Տես, ես ինչ եմ ուզում հասկանալ միջև ընտրությունները։ Բացատրեմ ինչի, որտեղ ընտրություններից հետո մեզ համար բոլորովին այլ անսպասելի իրավիճակ կարող է լինի։ Ինձ օրինակ ինձ կոնկրետ մտահոգում է մի հարց, օրինակ մի քանի հարց է ինձ մոտ առաջացնում։ Օրինակ արդյոք մեր ձևով շարժումը ռուսահայ բիզնեսմենին սարքել հիմնական ընդդիմություն չի հետապնդում այնպիսի նպատակ, որ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ եվրոպացիները ասեն կեղծի ընտրությունները, մեծամասնություն վերցրու, ինչ ուզում ես արա, մենակ Ռուսաստանից ուրեմն ուղիղ իշխանություն չգա Հայաստանում, հա, որպեսզի այդ խաղաղության process-ը չդրվի կասկածի տակ։ Սա հարցեր է, որոնց պատասխանները բոլորս պետք է ստանանք, հա։ Արդյոք երկրորդ իմաստով ստանալով, այսինքն շատ հետաքրքիր խաղ է, չէ՞, այսինքն տեխնոլոգիա է։ Երկրորդ իմաստով էլ դու համ եվրոպացիներին ես օրինակի համար սրանով հաճոյանում, որ ասում ես, տես, ես ամեն ինչ արեցի, վերցրեցի, չստանալով կոնկրետ քննադատություն, որ կարող է ինչ-որ միտեղ, ինչ-որ ձևով, ինչ-որ ընտրախախտումներ կամ ինչ-որ եւ այլն, հա։ Գումարած Պուտինին ես հաճոյանում, ասում ես, տեսնում ես, երկրի հիմնական, ուրեմն օրենսդիր մարմնում հիմնական ընդդիմությունը քո ուղիղ բիզնեսմենինն է։ Դրա համար ինձ մոտ այնքան հարցեր են այստեղ ցակում եւ եվրոպացիներն ու ամերիկացիները շատ բանը տվել են ավանսով Հայաստանին։ Օրինակ նույն հապկի հետ կապված մենք ինչքան ժամանակ ենք ասում, որ Հայաստանը զենք չի ստանում հապկի պատճառով, ճիշտ է։ Ինձ անգամ իրենց չեմ ուզում անուններ տալ, իրենցից բավականին այսպես ազդեցիկ մարդիկ իշխանություններից համոզում էին, թե բա ամերիկացիները ասում են, որ հապկը կապ չունի, մնացեք հապկում, խնդիր չկա։ Մենք դրան խնդրեմ չեք տեսնում։ Ակնհայտորեն ես զգում էի, որ իրենք ստում են, խաբում են, այդպիսի բան չեն կարող ամերիկացիները ասել, բացառված է։ Եվ Փաշինյանը այն օրը կանգնեց եւ խոստովանեց, որ մեզ անընդհատ դրա պատճառով զրկել են ամեն ինչից, որ մենք հապկ անդամ ենք, չէ՞, 2 օր առաջ բանակի օրը դա ասեց։ Բայց որ թվականից ենք զգուշացնում, որ դա խնդրեմ է։ Բայց հիմա ինչ է ուզում Փաշինյանը համոզի, որ սառեցված կարգավիճակով մեզ լավ զենք են տալու։ Ավանսով ֆրանսիացիները ինչ որ զենք են տվել, որը հələ չենք տեսել, Մարատ ջան։ Ավանսով, որ մենք սառեցումը պետքա լիներ հրաժարումից առաջ առաջին փուլը։ Հիմա այո, Փաշինյանի վրա երկու կողմից է ճնշումները մեծանալու է։ Բայց նորից եմ ասում, մենք պետքա եվրոպացիներն էլ պետքա, այսինքն տես, որոշ եվրոպացիներն ու ամերիկացիներն էլ հիմար չեն արդեն։ Իրենք արդեն հասկացել են իրենց գործելավոճը եւ ես դրա համար ինձ համար կարեւոր է ինչի Ջեյ Դի հարցը, որտեվ առաջ ասում էին խոսք էին տալի, ասում էին դե մեղք ենք, դե մեզ կճնշեն եւ այլ, բայց հետո տեսան օրինակի համար ասում էին տղեկ, չեք ուզում Թուրքմենստանով վստահ եմ, որ հենց ամերիկացիներն են հուշել եւ աջակցել այդ տարբերակը։ Մենք աչք կփակենք, որ դուք swap անեք Իրանի հետ գազը, swap ուղակի։ Դուք կվճարեք Թուրքմենստանին, բայց Ռուսաստանից կանկախանաք։ Ընդհանրապես եթե նայենք վերջին տարիների խոսույթը որն է, այդ Ռուսաստան, Չինաստան երաշխավոր բերելու։ Ամերիկան վերցնում է ճանապարհը իր համար կարևոր ստրատեգիական լոգիստիկ կետի վրա վերահսկողություն հաստատում Չինաստանին սահմանափակելու, Ռուսաստանին դուրս թողելու համար։ Դուք ում եք բերում։ Եթե Ամերիկան ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին դուրս թողնի այս process-ներից, այսինքն ըստ էության արևել-կարագմուկ կապը, ինչի համար ինքը սկսեց Ուկրաինայի հետ պատերազմը, վերահսկելու համար ինքը վերցնում է ձեռքից, ասում է չես ստանալու սա, մտնում է տարածաշրջան Չինաստանի դեմն էլ փակում է, հա։
ինչ Ռուսաստան է խաղացնում։ Ու այս ընթացքում տես Էդգարը նշեց, որ ոչ մի բան չի նախապատրաստվել։ Այո, չի նախապատրաստվել, բայց վստահեցնում եմ, դա ոչ թե նրա պատճառով է, որ Հայաստանը այտենց խորը կախվածություն ունի Ռուսաստանից եւ տարբերակ չկար ազատվելու, ոչ հենց նույն Թուրքմենստանի օրինակը ջրվեց գնաց։ Ինձ կարևորագույն տեղից բավականին հավաստի, բավականին վստահելի, չեմ ուզում բացահայտել իմ աղբյուրը, ասեցին, որ Թուրքմենստանի մասով հենց իշխանություններն են ջրել բանակցությունները։ Այնպիսի աբսուրդային գումար են առաջարկել թուրքմեններին, որպեսզի այդ գործարքը չկայանա, բան չի համար սա արվում։ Այսինքն խնդրեմը որն է, ոչ թե խնդրեմը, որ անհնար է ռուսներից ազատվել, որ այդքան մեծ կախվածություն են, խնդրեմը այն է, որ մեգադախլչիների փողերն անտեղից կախված, էլիտայի փողերն է Ռուսաստանի հետ կախված։ Դա է խնդրեմը։ Խնդրեմը ոչ թե Ռուսաստանն է, այլ խնդրեմը մեր ներքին թշնամին է։ Մեր ներքին հավաքագրված բիզնեսմեններն են, Ռուսաստանի տակ պարկած, սա կոմպրոմատները իրանց ձեռքում են, ել չասեմ այդ ոլորտ չխորանամ, թե ինչքան կոմպրոմատ կունենան, ասենք, այսքան տարիների ընթացքում, այդքան սերտ կապերի պարագայում, հատկապես հաշվի առնելով, թե ով է Ռուսաստանի ղեկավարը։ Դրա համար ես վերջին շրջանում սկսել եմ, ես հուսով եմ սա կշարունակվի, պետք է կոնկրետ հստակ փորձեմ բացել Հայաստանը ներդրումների համար։ Տես նոր սկսել ենք խոսել, որ հիմա մենք կփոխհատուցենք մաքսային ծախսերը, որպեսզի Հայաստանը արտահանի Եվրամիություն։ Նոր արդեն կսավես, բայց արդյոք սա ընտրությունների հետ կապված է թե չէ։ Արդյոք սա կապված է ընտրությունների հետ, թե իրանք անկեղծ են։ Ես եթե տրամաբանությամբ նայենք, չգիտես ինչի մոտ տպավորությունն է, որ այս պահին ավելի մեծ հավանականություն կա, որ իրանք ընտրություններից առաջ են ինչ որ այսպիսի հատուկ ակտիվություն դրսևորում, որտեվ պարոն Խաչատրյանը լավ գիտի, հեսա գալու են եվրոպական դիտորդները եւ գնահատական տալ։ Եվ իրանք գնահատականից է կախված, որքանով լեգիտիմ կլինի Հայաստանի իշխանությունը։ Ճիշտ է։ Ես դրա համար եկեք հասկանանք, եկեք փորձենք, այո, ես կարծում եմ, որ կգան, ինձ թվում է կգան, չեմ կարող ասել ամենաբարձր մակարդակով, դա կախված կլինի նաև զարգացումներից, իմ կարծիքով։ Ինչու հենց այս պատճառով են հիմա եթե նայեք խոսույթը նաև Արարատ Միրզոյանը ինչի է եվրոպական հարթակներում ասում, մեզ ճնշում են, քեզ ասում են Մոլդովային հարցրու, Մոլդովան քեզ կասի ինչ կանի։ Մեռան ասելով Մոլդովայի օրինակը, դիմեք Մոլդովային, մենք Մոլդովային զգուշացրել ենք, գնացեք, հանդիպեք, մարդ ուղարկեք։ Ընդ որում մի տեղեկություն կա, բռնե Մոլդովային ուղարկել մի հատ քոչարյանիստի, մոտավորապես sense լեզվով ասեմ, մի քոչարյանիստկայի էին ուղարկել Մոլդովա, որը եկել ու բողոքում էր, որ մեզ ուզում են ռուսներից կտրեն։ Դուք հասկանում եք ինչ են անում։ Այսինքն սա կատաստրոֆա է, ես ել եմ ասում, Մոլդովայի մեթոդները բոլորը գիտեն, խիստ վերահսկողություն, սպուտնիկների, Դոմ Մոսկվիների մնացածի փակում, իրանք ասում են գնացեք Մոլդովայից հարցրեք, Մոլդովային զգուշացրել ենք, ձեզ կօգնի, իրանք ասում են չէ, մենք մեր ուժերով։ Նկատել եք այս խոսույթը ինչա կատարվում, բայց մեզ ճնշում են, ու նորից ցիկլով գնում է այդ խոսակցությունը։ Հիմա բնականաբար այս կոնտեքստում, որ իրանք sense ներկայացնում են բամեզ աջակցությունն ապետ, հետո իրանք մի հատ ասեմ, միջելոց թաքնված շանտաժի գործիք են կիրառում Եվրոպայի նկատմամբ։ Եթե հանկարծ մենք չհաղթեցինք, խաղաղությունը կվերանա, կգան պատերազմի կուսակցությունը, կգան եւ սաղ հետ կպտտեն, հա։ Բայց մոռանում են ասել, որ այդ պատերազմի կուսակցության պապաները արդեն այդ ռեսուրսները չունեն, որ որևէ մեկը արդեն չի թողնի, օրինակ Թուրքիա ավելի շուտ, եթե հիմա իրանք հետքայլ անեն դեպի Ռուսաստան, ավելի շուտ Թուրքիան է մտնելու Հայաստան, որտեվ Պուտինը չունի։ Մենք տեսանք Ալ-Շարան գնաց Մոսկվա, մի օր առաջ Էրդողանը ասեց Ղամիշլիիցանի ռուսներին։ Ճիշտ է, բայց չի մասին ենք խոսում։ Այսինքն իրենք տակից փորձում են շանտաժ անել մի բանով, որ եվրոպացիները լավ գիտեն, չի լինում շանտաժ դրանով էլ, չի լինում։ Եվ այդ նույն բունկերայինի ճակատագիրը արդեն եվրոպացիների ձեռում է, որքանով իրանք վճռական կգտնվեն։ Հիմա տեսնում ենք այդ սանկցիաները, տանկերների ձերբակալությունները աստիճանաբար օղակը կամած դանդաղ, շատ դանդաղ, բայց սեղմվում է, հա, եւ այսպես շարունակ։ Հիմա ես կարծում եմ, որ այս ֆոնի վրա ժողովրդավարությանը աջակցելու իրանք այդ ֆոնն են ուզում ստեղծեն, որ մեզ ճնշում են, եկեք, որպեսի բան։ Փաշինյանը շատ կարևոր է այդ միջոցառումը։ Արևմուտքը իհարկե հասկանում է այդ բլեֆը, բայց արևմուտքը նաև հասկանում է, որ իրեն փաստի առաջ են կանգնացնում։ Ինքը ուրիշ ձև կլուծի իր հարցերը։ Բայց ենթադրում եմ հաշվի առնելով հակառակ վտանգները, հակառակ սպառնալիքները, ենթադրում եմ, որ այդուամենայնիվ կաջակցեն Փաշինյանին եւ կգան, որպիսի Ռուսաստանը չկարողանա Հայաստանում այսպես բանանի իշխանություն վերցնի կամ շատ մեծացնի իր ներգրավվածությունը։ Կփորձեն նաև օգտագործել այս հարթակը որպես եվրոպական արժեքների գովաստ, որովհետև խնդիրը միայն Փաշինյանը չի, ես ասել եմ, ինչքան մենք խնդրեմ ունենք ռեգիոնալիզմի հետ, մենք նաև խնդրեմ ունենք հայ հասարակության մտածելակերպի հետ արժեքների հետ, որովհետև դա մի սարսափելի պատկեր էր, երբ որ 58%-ը
ուզում էր Հայաստանը մտնի Եվրամիություն եւ ընդամենը 10 ամիս հետո պարզվեց, որ դա դառել է 49%։ Դա նշանակում է անվստահելի հասարակություն արևմուտքի համար։ Այ սրա մասին է պետք մտածել։ Իսկ գալը կարծում եմ կգան, որովհետև այնպիսի շանտաժի, այսինքն թաքնված շանտաժի գործիքներ են կիրառում իշխանությունները Եվրոպայի եւ Եվրամիության նկատմամբ, որ եթե օրինակ դուք չգաք, Ռուսաստանը հիբրիդային պատերազմում կհաղթի եւ կվերցնի իշխանությունը։ Եթե դուք չգաք, Տաշի Սամվելը կվերցնի իշխանությունը, մենք կհայտնվենք բան վիճակում։ Մենք ձեր աջակցությունն ապեք։ Եվ Միրզոյանը ասաց, չէ՞, ասեց, ուղակի սատարեք, եղեք մեր կողքին, հա, եւ այլն։ Կոպիտ ասած փող տվեք, մեկ էլ մեր կողքին կանգնեք, հա։ Ուրիշ բան ձեզնից պետք չի։ Մեզ աջակցեք ու փող տվեք։ Մնացածը մենք կանենք, հա, ոնց որ գիտենք։ Այս տարբերակն է։ Եվ ենթադրում եմ, որ այո, կգան, բայց էլի ավանսով։ Բայց այլ հարց է, ինձ ավելի շատ անհանգստացնում է, թե երբ որ այդ ընտրությունները լինեն, եւ եթե ենթադրենք գնա այդ սցենարով, որ իրանք 50 ավել կխփեն, եվրոպացիները գուցե շատ բաների վրա աչք փակեն, հա, ճանաչեն եւ այլն եւ այսպես շարունակ։ Հայաստանում կհայտնի, եթե դասավորվի այնպես, որ հիմնական գլխավոր մեծ ընդդիմադիր ուժը լինի ռուսամետ, դրանից հետո ընտրություններից հետո ի՞նչ է լինելու։ Նորից հետ քայլեր են անելու, որը սիրում են իրանք, ասեն դե գլխավոր ընդդիմությունը ռուսամետը եւ այլն։ Դրա համար այս կես տարին իմ համար բավականին հետաքրքիր շրջան է հասկանալու, թե իրանք այս ամեն ինչը անում են հանուն ընտրությունների, այս եվրոպական կերպարը դեպի Եվրամիություն, չգիտեմ եւ այլն, թե իրականում ուրեմն իրոք հասկացել են, վերջապես հասկացել են, որ միևնույն է ընտրության առաջ են կանգնելու եւ սկսել են կոնկրետ քայլեր անել։ Ժամանակը ու գործերը ցույց կտան։ Ես ավելի կողմ եմ սպասել գործերին։ Էդգար կավելացնես։ Չէ, իրականում ես էլ եմ գտնում, որ պետք է սպասել գործերի եւ ինձ համար շատ կարեւոր են ցուցիչները, այսինքն այդ ենթադրությունների փոխարեն ինձ համար կարեւոր է թե ինչ ցուցիչներ ենք տեսնում, ինչ գործընթացներ են տեղի ունենում, որոնք որոշ դեպքերում խոսում են նրա մասին, որ այդ ուղղությամբ շարժվում են, որոշ դեպքերում խոսում են, որ չէ, տեղում դոփում ենք կամ լրիվ հակառակ ուղղությամբ են գնում։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ասում եմ, այստեղ ավելի շատ երևի ստիպված եմ լինելու հույս հայտնեմ, որ մասնակցությունը լինելու է բարձր մակարդակի եւ աջակցությունն է լինելու է։ Ես մի փոքր այլ ձևով եմ նայում այդ որ անվանում ենք, ասում ենք շանտաժա դեպի Եվրամիություն, դեպի Արևմուտք, ասելով, որ եթե մենք չլինենք պրոպատերազմյան, հա, ուժերն են գալու, սա ավելի շուտ գիտեք, երևի եթե շանտաժ էլ անվանենք, սա հասարակության ներքին բանի համար ցավոտ շատ խոսույթ, որովհետև այսինքն այն մարդիկ, ովքեր որ աջակցում են ընդդիմությանը, չեն աջակցում խաղաղությանը, իսկ որքանով հասկանում եմ Հայաստանում լայն շերտերի հետ խոսելիս տեսնում եմ, որ ամեն դեպքում այդ մտավախությունը կոնֆլիկտի վերսկսման բան կա, այսինքն նաև շատ կարևոր է հասարակության համար որոշակի այդ ստաբիլությունը։ Միջազգային գործընկերների հետ խոսելիս ես տեսնում եմ, որ նրանք մի փոքր ավելի հանգիստ են այդ խաղաղության հետ կապված, նրանք հասկանում են, որ այդ ռուսական ազդեցության քաղաքական ուժերը կան եւ միշտ նրանք էլ են բերում Մոլդովայի օրինակը, լրիվ համաձայն են պարոն Չիբուխչյանի հետ, որ այս պարագայում շատ ավելի սերտ համագործակցություն կակնկալել ոչ միայն Մոլդովայի, նաեւ Բալտյան երկրների հետ, որովհետեւ տեսնում ենք, որ Բալտյան երկրներն էլ են այս պահին այդ նույն հիբրիդային սպառնալիքների տակ գտնվում եւ նրանք էլ բավականին ուրեմն լուրջ աշխատանք այս ուղղությամբ տանում են ու սա շատ ավելի իմ կարծիքով լայն սպեկտր է ներառում այնտեղ կրթական մակարդակից սկսած օրենսդրական, հա, որովհետև Եվրամիությունն էլ արդեն օրենսդրություն ընդունում, օրինակ ես շատ կուզենայի, որ այդ կիբերանվտանգության, նույն տեղեկատվության բանի տնօրինման, պահպանման հետ կապված օրենսդրությունը լրիվ սինխրոնիզացվեր եվրոպական չափանիշների հետ, որովհետև այս են այն չափանիշները, որոնք չեն տանում խոսքի ազատության սահմանափակման, բայց այդ ժողովրդավարական արժեքների շրջանակներում պաշտպանում են ինձ որպես քաղաքացի այդ ռուսական աղբից ու քարոզչությունից։ Այդ ստանդարտների հիման վրա արդեն մարդիկ տարիներ շարունակ օրենսդրություն են մշակում, նորմեր են մշակում եւ հնարել ինչ-որ սեփականը կամ հույս դնել քո բանի ժողովրդի մեր ժողովուրդն իմաստուն է եւ այլն դու չես կարող հույս դնել ժողովրդի իմաստնության վրա որ կգնա որոշում կկայացնի որովհետեւ Արմենի օրինակը հանրամեն IRA-ի որ
ընդամենը 1 տարվա ընթացքում թիվը փոխվեց 10 ամիս։ մարդկանց, ովքեր որ, հա, սա խոսում է նրա մասին, որ այդ քարոզչությունը աշխատում է։ Դա անհետք չի գնում, էլի, դա դու պետքա անպայման ամեն ինչ անես, որպեսզի պայմաններ ապահովես, որ քո հասարակությանը չստանի։ Այսօր գիտեք, այդ Ռուսաստանի օրինակը անդադ բերում ենք, այսօր գրեթե Ռուսաստանում մնացած մարդ չկա, որը սկզբունքորեն որոշակիորեն չի աջակցում Պուտինյան քաղաքականությունը։ Ես շատ ցաով եմ ասում, էլի, ես բան աստիճաններ կան իհարկե, ընդհանրենք, հա դե լավ չի որ պատերազմա բան, բայց մեծ առումով նրանց համար հասկանալի է Պուտինյան քաղաքականությունը։ Եվ սրան այս էֆեկտին իշխանությունները հասել են այդ քարոզչության միջոցով։ Հասել են, իրոք հասել են, ասեմ անգամ իմ ծանոթների, բարեկամների մեջ ես տեսնում եմ, որ որոշակիորեն գիտեք բան են անում, լեգիտիմացնում են որոշ գործողություններ, ասում են, հա դե լավ չի, բայց հենց այդ բայցը ասում են, արդեն դու գիտես, որ մարդկանց վրա աշխատել է։ Ու այս պարագայում էլ, հա, շատ կարևոր է, որպեսզի դու կարողանաս ֆիլտրես քո քաղաքացու կողմից ստացվող ինֆորմացիան դու այնպիսի բանը ֆիլտրների ենթարկես, որ մարդը զոհը չդառնա այդ կեղծիքի։ Զոհը չդառնա, ու այստեղ ոչ միայն ընդհանրենք այդ բանը մանիպուլյացիաներն են, բանի իշխանություններին քննադատող բան, շատ ավելի լուրջ բաների մասին է խոսքը գնում։ Աշխարհաքաղաքական ընկալումների մասին է գնում։ Օրինակ նույն աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ընդհանրենք ռուսական տեսանկյունից, եթե դու տեղեկատվությունը ստանում ես, լրիվ փոխում է քո աշխարհայացքը։ Մեկ այլ բան է դու ընդհանրենք միջազգային մամուլից ստանաս, օրինակ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների, չգիտեմ, Իրանի շուրջ գոյություն ունեցող գործընթացների վերաբերյալ, Իսրայելի հետ։ Մեկ այլ բան է դու ռուսական ինչ-որ նեղ բանով ես, ալիքներով ես ստանում, ու սա փոխում է այդ երևույթների, այդ դերակատարների վերաբերյալ քո ընկալումը։ Ցավոք սրտի մենք ստիպված ենք ընդունելու այն փաստը, որ Հայաստանի Հանրությունը այդ ռակուրսի մեջ է փաստորեն նայում աշխարհը։ Շատ քչերին է հաջողվում ընդհանրենք փոխվել այդ ռակուրսից, այդ անկյան տակ չնայել, որովհետև այդ բանը շատ մեծ է, այդ քարոզչությունը, այդ բոլոր լրատվամիջոցները, բան, շատ մեծ մեքենա է աշխատում։ Շատ դժվար է առանձնացնել ընդհանրենք ու հնարավորություն տալ մարդուն, որպեսզի ինքը բանը այլ տեսանկյունից կարողանա նայել այդ գործընթացներին։ Ես սա էլ իշխանությունների, հա։ Չգիտեք, հանրային ալիքով կանչում են մարդկանց, ովքեր հենց ռուսական հայացքներ են տիրապետում, ցանկություն չկա։ Այդ քաղաքականությունն է այդպեսին, եւ երևի թե հենց այնպես չէ սա, իմ կարծիքով էլ։ Ցանկություն քաղաքացու՞մը, թե իշխանությունների նկատի։ Իշխանությունների։ Հա, հասկացա, ես ասի բանի։ Իհարկե, դա շատ լուրջ հարց է, թե քաղաքական կամք կա նման ընկալում ձևավորելու կամ նման աշխարհայացք կերտելու, էլի, որովհետև սա ասում եմ պետք է կրթական ոլորտից գնաս։ Լուրջ լայն սպեկտրի գործողություններ են պետք։ Մենակ մի բան կարող եմ ավելացնել, կուզեմ ավելացնել Էդգարի ասացի վրա, մի բան, որ երբ որ եվրոպացիները շատ մեծ գումար չէ, բայց մի քանի միլիոն դոլար տալիս են ու ասում են դուք անկախ մամուլ չունեք, պարզ ասում են, հասկացնում են, ասում են այս գումարը տալիս ենք, Էդգարը կհաստատի, վերջերս տվեցին եւ ասեցին մեզ լրատվամիջոցների անկախությունն է պետք, դրա համար են գումար տվել։ Եվ երբ որ ասում են դիմեք Մոլդովային, Մոլդովան ձեզ կօգնի։ Իրենք բավականին լուրջ ակնարկ են ուղղում, այ հենց քո ասածը Մարատ ջան, որ Հայաստանում խնդիր կա, նաև Էդգարի բարձրացած հարցը, որը բարձրացնում ենք տարիներով ենք բարձրացնում, եւ ես ամեն եթերից գրեթե կամ այդպես ամիս չկա, այդպես շաբաթ չկա, որ չանդրադառնամ, թե ինչ հարցեր են տալիս մեր լրագրողները։ Իսկ մեր լրագրողների հետևում ցավոք սրտի կանգնած են ռեսուրսներ։ Այն ռեսուրսները, որոնք ցավոք սրտի 10-ից 8-ը Ռուսաստանից են ստանում, հա, որ ասում էր Քոչարյանը այդ մասին, հա, կոպիտ ասած։ Այս իրավիճակը ունենք։ Եվ Հայաստանում ասում են անկախությունը, ժողովրդավարությունը, բայց մենք ունենք մի վիճակ։ Միակողմանի բանա, երթևեկությունը։ Մեր լրատվական դաշտը ցավոք սրտի այսօր միակողմանի երթևեկություն է, որովհետև այդպես էլ Վրաստան, ինչքան խոսում ենք Վրաստանի մասին, Վրաստանում դեռ շարունակում են մնալ դեռ Սաակաշվիլիի ժամանակ ստեղծված արևմտյան ինչ որ լրատվամիջոցներ, ինչ որ մեդիաներ, ինչ որ տարեր շարունակում են մնալ, հա, բայց Հայաստանում այդպիսի բան դեռ չի էլ ստեղծվել, սկսենք դրանից։ Չի էլ ստեղծվել։ Պրոբլեմը սա է, որ մեծ հաշվով, հա, այդտեղ կարող ենք ինչ որ ենթաբաժանումներ անել այն գոյություն ունեցածի մեջ, հա, ռեգիոնալիստների, ռուսամետների եւ այլն, բայց
արևմտյան արժեքները, արևմուտքի հետ համագործակցության բենեֆիտները մեր նման մարդիկ են ներկայացնում։ Որպես այդպիսի, լսեք, լրատվամիջոցները ես երեք նայում եմ վարչապետի ասուլիսը սիրտս կանգնում էր, ջահել աղջիկներ են նայում ես ասում ես ձեզ ինչ է պատահել, ձեր ինչն է ձեր կյանքում, ինչով բավարարված չեք որ կանգնում ասում եք ինչի Ռուսաստանին, Չինաստանին չեք բերում տրիփի մեջ։ Ինչն է խնդրեմը։ Ոնց անենք որ դուք ձեր կյանքից բավարարված լինեք կամ պատտվում ասում են եթե շատ վրթոված ասում են ինչի չեք Էրդողանի պես գնում 80 տարվա ռուսական ատոմակայանը պատվիրում խեք գնացել ասում Թրամփից ատոմակայան պատվիրում ու դու լսում ես ու սարսափում ես տեսածիցդ ինքը չի զգում որ ինքը մեղք է էլ այդ հարցը տալով ինքը ինչ մեղք է ինքը չի հասկանում այդ հարցը տալուց որ ինքը պարզապես խղճուկ է կողքի շատ խղճուկ է ընկալվում հա ու հետաքրքիրը գիտեք որն է ժողովուրդ որ թե Քոչարյանի ասուլիսի ժամանակ թե Փաշինյանի ասուլիսի ժամանակ լրագրողները նույն ոլորտից են հարցերը տալիս թե նրան այսինքն լրիվ այդ պրոռուսական վեկտորով ու շատ մեկ կամ երկու լրատվամիջոց որ մի քիչ կարողանում բաց են ընդհանրեն Նարեկը կարող է գա ինչ որ մի հատ քննադատական հարց տա եւ վերջ շատ կիսա ես ուզում եմ տեսնեմ օրինակ արևմտյան ստանդարտի ոնց ասում է golden standard չէ գիտես շատ ոլորտներում golden standard-ը դա արևմտյան ստանդարտ գլագրության կուլտուրան էլ արևմտյան չէ ասենք օրինակ դեսպանը ոնց ասես բերենք մենք բիզնեսի արևմտյան ստանդարտները Հայաստան ինչքան լավ է հնչում չէ եւ իրոք տենց իրանք են այդ ստանդարտները հորինները չի որ մենք ենք այդ համակարգիչը որ մենք իր հետ խոսում ենք այս ամեն ինչ այդ իրանք են հորինը ռուսը չի հորին է հասկանում եք խնդրեմը այդ է այսինքն սենց է խնդիրը ես ուզում եմ տեսնեմ լրագրող Հայաստանում որը արևմտյան ստանդարտներով մտածելակերպ կունենա որը ավելի լայն պատկերը կտեսնի որը Հայաստանի շահից հանդես կգա ոչ թե իր ասենք չգիտեմ ինչ որ մեգա դախլչի տիրոջ որը Ռուսաստանի հետ կապեր ունի ես ուզում եմ այդ ոնց ասեմ այստեղ էլ լրագրողները կան ազդեցությունների տակ են եւ այլն բայց ես այնօր այդ եմ ասում եւ ստեղի բիզնեսմենների մեծ մասը եւ ստեղի լրագրողների մեծ մասը իրանք պատրիոտ են Ամերիկայի պատրիոտներ են եթե անգամ իրանք մի բան ասում են որ դու համաձայն չես դու զգում ես որ ինքը դա չի ասում որտեվ ինչ որ ուրիշ երկրից է սնուցվում իհարկե կան հատուկ է հազվադեպ ինչ որ թակեր Կառլսոններ կան որոնք էլի կարող է պատահի որ իրանք ուղակի ոչ թե սնուցվում են ուրիշ երկրին այլ այդ ուղղության վրա փող են բռնել այտենց են փող աշխատում հա եւ այլն հա կոպիտ ասած ուզում ասեմ խնդրեմը այն է որ եթե դա զարգացած երկրներում կամ Ամերիկայի պես երկրներում ասենք եզակի երևույթները կամ փոքր թիվ են կազմում Հայաստանում ընդհանրապես չկա մարդ որ դու զգում ես հասկանում է կամ լավ ասենք շատ եզակի հորինենք մեզնից որ կան բացառություններ բայց իմ կարծիքով չկան բայց հորինենք որ կան պատկերացնենք որ կան բացառություններ որ պատկերացնում են որը իրանք սեփական երկրի շահը որտեղ իրանք ապրում են որտեղ իրանք պատրաստվում են ամուսնանալ երեխա ունենալ ու իրանք թվում է տենց գա այսինքն իրենք չեն հասկանում թե իրանք ինչ վատ ծառայություն են մատածում իրանք ուղղակի գալիս են իրանք հարցերով իրանք ապագան են քանդում իրանք ապագայի վրա են քարկցում ու երջանիկ գնում են այնտեղից ես չգիտեմ կարողացա բացատրեմ թե չէ գալիս են ասում շեֆ տեսար ինչ հարց տվեցի տեսար ոնց է տոպիկ կողը հա ու չեն ասում հետո բողոքում են որ կյանքը ասենք եվրոպական չի ուզում են կանացվի վիզաները որ գնան Եվրոպայում ցավոք սրտի այո վերջում անդրադառնալով եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ասեմ որ գոնե Կոշտան ու Կալասը հուսանք կգան մնացածը ըստ իրավիճակի եւ հուսանք որ իրոք այնպիսի իրավիճակ կստեղծվի որ ներկա կլինեն դա շատ կարեւոր է Հայաստանի համար հենց մշակույթ փոխելու առումով շատ կարեւոր է իսկ ձեզ շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար որ ընձեռնեցիք մեր լսարանին շնորհակալ եմ եւ մինչ նոր հանդիպում ես եմ շնորհակալ ես էլ եմ շատ շնորհակալ Շատ հաճելի էր ձեզ հետ խոսելը կրկին անգամ հաջողություն ստեստ